ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաջողության հասնելու առթիվ։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն կանգնած է վարչապետի եւ Հայաստանի կողքին խաղաղության հետապնդման գործում։ Հանձնառու ենք առաջ մղել պատմական Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի նպատակները, ներառյալ թրիփի իրականացումը։ Անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքին Հարավային Կովկասում եւ դրանից այն կողմ՝ խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում ապահովելու համար։ Սոցցանցի իր էջում գրել է Ռուբիոն։ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քրիստինա Քվինը Լոս Անջելես Թայմսում հոդված է հրապարակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության կարգավորման գործընթացի մասին։ Քվինը նշել է, որ երկրների միջև վերջնական խաղաղության հաստատման համար ոչ միայն որևէ փաստաթղթի ստորագրում է անհրաժեշտ, այլ առաջին հերթին Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակում։ Քվինի խոսքով սա առաջին հումանիտար քայլը կլինի ապացուցելու, որ երկրներն իսկապես պատրաստ են գնալ խաղաղության։ Նա նաեւ նշել է, որ տարածաշրջանում առկա խնդիրներն էլ պետք է լուծվեն միայն գործնական քայլերով։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան խիստ քննադատել է Ուկրաինային ու նրա արևմտյան հովանավորներին ՄԱԿ-ից պահանջելով դատապարտել Սանրոբերսկում եւ Յանակիևոյում խաղաղ բնակիչների դեմ կեպի հանցագործությունները։ Նա մերժել է Վլադիմիր Զելենսկիի Վլադիմիր Պուտինին ուղղված բաց դամակը, այն անվանելով քարոզչական եւ մեգաֆոնային դիվանագիտություն։ Նեբենզյան արևմուտքին մեղադրել է կրկնակի ստանդարտների համար, հիշատակելով Ռումինիայում ԱՏՍ-ի միջադեպը եւ պնդել, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 2022-ի ապրիլին անձամբ հետապարել Ստամբուլի խաղաղության համաձայնագրերի ստորագրումը։ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Արչի Յանգը հակադարձել է ողջունելով Զելենսկիի խաղաղության կոչը եւ Պուտինին հորդորելով ներգրավել բանակցություններում։ Նա հերքել է, որ Լոնդոնը բանակցությունները խոչընդոտում է, շեշտելով, որ Ուկրաինան ինքնիշխան երկիր է եւ որոշումներն ինքնուրույն է կայացնում։ Ի պատասխան Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալը Լոնդոնին մեղադրել է պատասխանատվությունից խուսափելու համար, մեջբերելով ասացվածքն այն մասին, որ հարևանների կռվի հետևում միշտ անգլիացի է կանգնած։ Իրանն անօդաչու թռչող սարքերով նոր հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանում գտնվող ամերիկյան բազաներին։ Գիշերը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, թե իրենք դադարեցնում են ռազմական գործողություններն Իրանի դեմ, բայց իրենց իրավունք են վերապահում պատասխանել Թեհրանի ցանկացած հետագա հարձակման։ Իսկ Լիբանանը շարունակում է մնալ իսրայելական հրետանու հիմնական թիրախ։ Իրանը հակամարտությունը վերսկսել է Իսրայելին սաստելու նպատակով, ստիպելու դադարեցնել Լիբանանի դեմ ռազմական գործողությունները։ Մինչ օրս հակամարտող կողմերի միջև բանակցություններն արդյունք չեն տալիս հենց այս կետի պատճառով։ Իրանը պահանջում է համաձայնագրում ներառել նաև Լիբանանի դեմ հարձակումները դադարեցնելու մասին կետ, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որքան էլ իր լուման ունի այս եփման գործընթացում հայտարարել է, մեջբերում. Ես BBC-ին զգուշացրել եմ, որ նա կարող է մեն-մենակ մնալ Իրանի դեմ։ Իսրայելը եւ Իրանը առնվազն մեկ շաբաթ փոխադարձ հարվածներ չեն հասցնի, խոստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մենք շատ լավ զրույց ենք ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, նրա վրա հարձակվել են, նա պատասխան հարված է հասցրել։ Չեմ կարող մեղադրել նրան դրա համար, բայց հիմա այս ամենը դադարեցվել է։ Այնպես որ հանգիստ եղեք, նրանք մեկ շաբաթ իրար հանգիստ կթողնեն, ասել է Թրամփը լրագրողներին։ Well, look, I think obviously the Israelis and I Միացյալ Նահանգները շարունակելու է ձգտել Իրանի հետ գործարքի գնալ, այդ թվում նաև միջուկային ծրագրի հարցով, անկախ այն բանից, թե ինչ դիրքորոշում ունի Իսրայելը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Մենք կարող ենք հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ երկարաժամկետ կարգավորման։ Իսրայելին դա կարող է դուր գալ կամ ոչ, սակայն սկզբունքորեն մենք կարծում ենք, որ դա բխում է ԱՄՆ-ի շահերից, այնպես որ շարունակելու ենք ձգտել դրան, ասել է Վենսը Fox News հեռուստաալիքի եթերում։ Իսրայելական օդուժը արվածել է Բեյրութի Դահիե թաղամասին, անտեսելով հաստատված հրադադարի համաձայնությունը։ Ի պատասխան այս գրոհին իրանական բանակը բալիստիկ հրթիռներով թիրախավորել է Ռամաթ Դավիթ ավիաբազան, որտեղից համակարգվում են Լիբանանի դեմ հարձակումները։ Իրանի պաշտոնական շրջանակները հայտարարել են, որ իսրայելական ցանկացած ագրեսիվ գործողություն ստանալու է խիստ հակահարված։ Տարածաշրջանային սրացման ֆոնին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի պաշտոնակից Աբբաս Արաղչիի հետ։ Նախարարները քննարկել են լարվածության թուլացման հնարավորություններն ու Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև ընթացող բանակցությունների ներկա փուլը։ Այնուամենայնիվ ռազմական բախումների վերսկսումը լուրջ կասկածի տակ է դնում հրադադարի պահպանման եւ դիվանագիտական երկխոսության արդյունավետությունը։